ժամանակը շրջել են գրականության եւ արվեստի թանգարանում թարս պտտվող մեխանիզմը հուշում է ուղևորվում ենք անցյալ հիշողության սլաքներ ժամանակավոր ցուցադրություն հայ մշակույթի 4 բնագավառների երաժշտության, թատրոնի, կինոյի եւ գրականության հայ մեծերի ժամացույցներն են այստեղ ցուցադրվելու եւ գաղափարը այո իր տեսակով չկրկնվող է 6 տասնյակից ավելի ժամացույց, որոնցից յուրաքանչյուրի սլաքները ինչ որ պահից դադարել են շրջան գծել բացառություն կա Բարսեղ Կանաչյանի Հայաստանի օրներքի երաժշտության հեղինակի ձեռքի ժամացույցի սլաքները սկսել են նորից թխթխկալ պահոցից ցուցասրահ բերելուն պես օրներքի բարերի հեղինակի Միքայել Նալբանդյանի գրպանի ժամացույցները եւս առանձնահատուկ են արծաթինը էմալապատ եւ գեղեցիկ պատկերով ոսկյան եռաշերտ ու ռուբինի քարերով Սա հնարավորություն է այցելուներին ուսումնասիրելու, թե ինչ տեսակ ժամացույցներ էին կրում մեր մտավորականները եւ դրանք ունեն իհարկե իրենց յետևում շատ հետաքրքիր պատմություններ եւ հիշողություններ։ Ապակուն կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանի Բրալյան թվագրումով ժամացույցի վերարտադրությունն է։ Այցելուն կարող է շոշափել ու զգալ, ինչպես է 9 տարեկանում կուրացած կոմպոզիտորը ժամ իմացել։ Ռափայել Պատկանյանի Փարոզ ժամացույցը թանգարանի մշտական ցուցադրության անբաժան մասն է։ Նվիրել են Փարիզի հայ ուսանողները 1886-ին ու ընծայագրել Գամար Քաթիպային։ Ժամացույցների հավաքածու է ունեցել Սիլվա Կապուտիկյանը։ Ոսկյա կախազարդ ժամացույցից բացի թանգարանում 2 ամսով հանգրվանել է նաև բանաստեղծուհու ձեռքի նուրբ, բայց գեր թանկարժեք ժամացույցը կրկին ոսկուց։ Ես կարող եմ նույնիսկ ցույց տալ, թե ինչպես կարելի է փորձել։ Նմուշները թվագրվում են 19-ից 20-րդ դարեր, որոշները հայտնի բրենդների արտադրանք են՝ ֆրանսիական, գերմանական, իտալական։ Ալեքսանդր Սպենդիարյանի ժամանակի ցուցիչը այս ցուցասրահի միակ հյուրը չէ։ Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Հովանես Թումանյանի ու մյուս երևելիների ժամացույցներն այստեղ կմնան մինչև հուլիսի 30-ը։ Սևակ Վարդումյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։